Խաղաղություն քեզ հարգելի բարեկամ, այս վերջերս մի զրույց ունեցա Արտուրի հետ, որը ունի YouTube-յան իր անձնական ալիքը, Աստվածաշունչը եւ մեր ապագան, արդեն քանի անգամ հետը զրույցներ ունեցած ենք, եւ այս անգամ մոտ 2 ժամ նույնպես զրուցեցինք եւ Արտուրը երկու մասի բաժանեց մեր զրույցը, առաջինում ուրեմն եւ տեղադրեց իր YouTube-յան ալիքում եւ այդ վիդեոները ուղարկեց ինձ, որ ես էլ ինձ մոտ տեղադրեմ։ Ուրեմն առաջի մասը, որ այսօր կդիտեք, մենք խոսեցինք Ադամի եւ Եվայի մասին, իրենց մեղքի մասին եւ հետևանքների մասին եւ այդ արտացոլումը մեր առօրյա կյանքի մեջ, այսինքն ամուսինների կյանքի մեջ։ Ուրեմն Արտուրին շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար եւ այսօր կտեսնեք առաջի մասը այս հաղորդման։ Աստված օգնական Հայր Սուրբ ջան։ Աստված Պահապան Արտուր ջան։ Ինչպես եք։ Լավ պարկասը։ Շնորհակալություն։ Հայր Սուրբ ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ ժամանակ տրամադրեցիք, կարողանանք այս ձայնագրությունը կատարենք, այս զրույցը անենք միասին։ Գիտեմ, որ շատ զբաղված շրջանա ձեզ մոտ այդտեղ, բայց խնդրանքս չմերժեցիք, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ու քանի որ շատ երկար ժամանակ ես եթերների չէր գնում արդեն, մոտ մի քանի ամիս եթերներ չունեի, ցանկացա իմ սեպտեմբեր ամսվա նոր եթերաշրջանը, այսպես ասած, սկսեմ զրույցով ձեզ հետ միասին, ու քանի որ սեպտեմբեր ամիսը համարվում է նաև աշխարհի ստեղծման ամիս, ասեցի խոսենք սկզբից Աստծո արարչագործության թեմայի շուրջ, Ադամի եւ Եվայի մասին մի քիչ զրուցենք, ընտանիք ստեղծման եւ մեղքի աշխարհ գալու մասին, եւ խնդրեի նաեւ որպեսզի զրուցենք մի քիչ ձեր գիրքը, որ դուք գրել եք, ձեր գրքի մեջից հարցեր կտամ մի քիչ քրիստոսաբանության հիման վրա։ Եթե կարելի է, սկսենք մեր զրույցը։ Արտուր ջան, իրական քեզ եմ շնորհակալ, որովհետեւ քո նախանձեռնությունը, այսպես հետապնդումը, որովհետեւ դա շատ կարևոր է, որ դու քո հանդիսատեսի համար մարդկանց ես պեղում փնտրում, գտնում, դա ամենադժվար գործն է, թե չէ խոսացող գլուխը գալիս նստում խոսում գնում է, չէ։ Աստված օրհնի քեզի։ Կուզենայի, որպեսզի խոսեինք արարչագործության մասին սկզբից, քանի որ նաև հрьяաները սեպտեմբեր ամսին տոնում են իրենց նոր տարին, որը որ նաև կապ ունի արարչագործության հետ, որը մեր նաև հին կտակարանում գրված է, թե ինչպես Աստված ստեղծեց մեր երկիրը, մեր աշխարհը, շատերը կան տարբեր թեմաների շուրջ, տարբեր վիճումներ են անում, քանի օրում ստեղծվեց, քանի հազար տարում ստեղծվեց, ճիշտը որն է, սուտը որն է, բայց ես կուզեի, որպեսզի մեր առաքելական եկեղեցու դավանանքով իմանայինք ճշմարտությունը որն է։ Պողոս առաքյալը, կարծեմ Եբրայեցիս թղթի մեջ է, կարծեմ, ասում է, որ Աստծուն որպես ճարտարապետ է դիտում։ Իրոք Աստծու արարչագործությունը դա իրոք մի process ընթացք է, գիտեք, ոնց բացատրեմ, երեխային արի բացատրի տիեզեր կամ մի ինչ-որ օդանավը ինչպես է աշխատում, չէ, ինչ մեջը, ինչ մոտորը ինչ ձև է, օդը եւ այլն։ Երեխային չես կարա բացատրես, որովհետեւ չի ընկալի, կարող չի։ Դրա համար դու փորձում ես երեխային որևէ հարցի շուրջ իր հասանելի լեզվով խոսել։ Իր հասանելի լեզվով խոսել, դրա համար Աստվածաշնչի մեջ այդ նաման ծննդոցը սկսում է այդ առաջի օրը, երկրորդ օրը, երրորդ օրը, մինչև 7-րդ օր, սա ավելի մեզ համար տալիս է ոչ թե կոնկրետ թիվ, օրինակ այդ մի օրը քանի ժամ էր, այդ մի օրվա մեջ քանի օր կար, թե տարի կար, գիտես, դա ինչ սիմվոլիկ բան էր, որ կարևորը տեղ ընդգծվում է, որ Աստծո արարչագործությունը, Աստված որ ստեղծում, այնք ամեն բանից հետո ասում է եւ տեսավ Աստված, որ սա բարի է։ Այսինքն ինչը Աստված չգիտեր, որ ինքը ինչ է ստեղծում։
Ինքը մեզ համար է ցույց տալիս, որ ինքը ինչ որ ստեղծել է, բարի է, վատ բան Աստված չի ստեղծել։ Եվ նույն Պետրոս Առաքյալը կարծեմ ասում է, որ Աստծու մոտ մի օրը 1000 տարի է, 1000 տարին որպես մի օր է։ Դրա համար նստել, քննել այդ մի օրում մեր հասկացողության մեջ այդ մի օրը մեզ համար ինչ է, այսօրվա 24 ժամն է, որտեվ Աստծու համար ինքը Աստված ժամանակի մեջ չի, ինքը ժամանակից դուրս է, իսկ ժամանակի դուրս վիճակում չես կարող հաշվես, երեք, այսօր, վաղը, չկա այդ հասկացողությունը։ Դրա համար այս ամեն ինչը, որ Աստված ստեղծում է, մեր մարդկային ընկալման լեզվով է բացատրում, եւ նաեւ նրա համար էլ է, որ շատ տենց վիճարկելի բաներ, որ եթե լինում են, որ մարդը ոսկեբերանը ասում է, որ դու չքննես ուղեղով, էլի։ Բաներ կա, պետքա ընդունես։ 6 օր է գրված, 6 օրում ստեղծել է։ Այն 6 օրը ինչ է, ինչ չի, ինչ օգուտ կտա։ Դա տևել է 6000 տարի կամ 6 միլիոն տարի։ Մեզ համար կարևոր է, որ այդ ամեն ինչը Աստված է ստեղծել, ստեղծել է բարի։ Մենք նույնիսկ չար բառը, որ բարի հակառակը չար, կարելի է այսպես ասել, չար, չի արել։ Այսինքն այն ինչ որ մեզ համար չար է դիտվում, հա, Աստված չի արել այդ բանը։ Աստված բարին է ստեղծել։ Չարը հետո մտավ աշխարհ ու սկսեց ապականվել եւ այդ ամբողջության ընթացքում Աստված փապակեց մարդուն վերադարձրել այնտեղ, որտեղից մարդը դուրս ընկավ, կորցրեց այդ ամենը։ Եվ դա տևեց այսօրվա թվերով, եթե վերցնենք 6-7000 տարի նորից։ Այդ ընթացքում միջև իր միածին որդին եկավ 2000 տարի առաջ, որպեսզի առավել եւս մեզ հետ վերադարձնի, այդ ետ բերի, էլի։ Սա է ամբողջը։ Իսկ եթե նստենք մանրանանք այդ մի օրեր, 2 օրեր, 20 օր ոչ մի օգուտ չի տա, ոչ մի, այսինքն շինիչ բան չի տա։ Եթե Աստված ուզենա կոնկրետ մեկին բացելու, ասելու, ցույց տալու, ցույց կտա։ Նույնիսկ օրինակ Տաթևացին Սուրբ Գրիգոր Տաթևացին պտուղի մասին է խոսում, ասում է ոմանք խնձոր են ասում, ոմանք տարբեր բաներ, բայց ասենց ասում է, եթե Աստված չի գրե, չի ասե ինչ պտուղ է, եկեք մենք էլ չքննենք։ Ինչ որ մեզ Այո, հնարավոր է ընկալելու, դա ընկալում ենք, եւ իր արարչագործության թագն ու պսակը դա մարդ արարածն էր, որին ինքը ստեղծում է իր ձեռքերով։ Մնացածին ասես թող լինի եղավ, իսկ մարդին իր ձեռքով։ Հիմա արիստեղ հասկանանք, ինքը իր ձեռքով վերցնում է, այդ ձեռքը ինչ է։ Կհասկանաք, այսինքն սա ցույց է տալի, որ Աստծու նախախնամությունը, իր սերը իր ստեղծվածի վրա, որ ինքը այդ մարդու վրա իր ջանքն է թափում, իր ժամանակն է տալիս, էլի, կարելի է այսպես նկատել, եւ մարդկային լեզվով երեխեքին բացատրել, եւ ասում է, եւ տեսավ այդ բանը մարդը բան չունի, էլի, ընկեր չունի, ընկեր ստեղծենք։ Ուրեմն ինչ Աստված երբ որ ստեղծում էր թերեր, մտածում, ինչու մի անգամ չտեսավ, ինքը սրանով նորից եմ ասում, ցույց է տալի իր նախախնամությունը, որ ինքը մարդու մասին հոգ է տանում։ Եթե ինքը միաժամանակ Ադամ Եվային հերթով ասեր, մի հատ Ադամ ստեղծեմ, մի հատ Եվա ստեղծեմ, սրա մեջ կարելի է տեսնել Աստծու ողորմությունը, որ մարդու մասին ինքը ի սկզբանե հոգ է տարել, հոգս է տարել եւ էլի նույն Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է Աստված 6 օրվա մեջ ստեղծեց ամեն ինչը, 5 օրվա մեջ 6-րդ օրը մարդուն ստեղծեց։ Այսինքն ասում է Սուրբ Տաթևացին, որ ամեն բան պատրաստեց մարդու համար, ասում է լուսատուները կախեց, դրախտը ստեղծեց, կենթանաբանական աշխարհը, բնությունը, ամեն ինչը վերջում մարդուն բերեց, ասում է։ Ասում է այդ նման է նրան, ոնց ասում է, որ դու հյուր ես կանչում մեկին, նախ այդ հարգելի, պատվելի մի մարդու դու իրեն համար նախ եւ առաջ տունդ ես պատրաստում, զարդարում ես կերակուրներով, սեղան ես դնում, տունդ մաքուր պատրաստ, նոր հյուրը հրավիրում ես, այդպես էլ Աստված։ Մենք սրա մեջ եթե նայենք, Աստծո իրոք սերը եւ նախախնամությունը մարդ արարածի հանդեպ, էլի, հողեղեն էակի հանդեպ, եւ ստեղծում է Եվային եւ Ադամ այդ ժամանակ շատ հիացած
հիանում է, որ էսի մի մարմնից է, այսինքն ինքը ուղակի չէր սպասում, ինքը թվում էր, որ ինքն է, որ մենակ կա, մեկ էլ իրանից մեկն է ստեղծվում, որ փողոցի հողից չէ, քարից չէ, ծառից չէ, այ իրանից է դուրս գալի։ Դրա համար ինքը հիացած զարմացած ասում է, այսինքն մի մարմին եմ, այսինքն կնոջս հետ եւ ինքը շատ սիրում էր։ Այդտեղ էլ ենք մենք տեսնում Ադամի հոգսը Եվայի հանդեպ, հա։ Գալով այն նրան, որ Աստված այնտեղ ասում է, որ բազմացեք, չէ, բազմացեք եւ լցրեք աշխարհը, այսինքն իմ կարծիքով, իմ բացատրությամբ, որ այսօրվա որ մարդը, որ բազմանում է, այսօրվա իմացած ձևով, որ կա, չէ, այդ ձևը Ադամն ու Եվան չունեին, իրենք իրենց մտքի մեջ չկար բազմանալու այդ ձևով, որովհետև այդ բազմանալը եղավ պատճառ բանի հետևանք, մեղքի հետևանք, որովհետև Տերը ասեց, երբ որ մեղք գործես, մեղքի հետևանքը մահն է, մահով կմեռնես։ Իսկ եթե մարդ մեռներ, Ադամն ու Եվան, էլ մարդկություն չէր լինի։ Դրա համար Աստված նորից այստեղ իր սերն ենք տեսնում, այն ինչ որ ինքը ստեղծեց, սենց ասեմ, մենք Տիրոջը ասում ենք Տեր ես, չէ՞, դու Տեր Աստված, ինքը իրոք Տեր կանգնեց, ինքը չուզեց այդ Ադամին ոնց որ ասած, դե դու Ադամ մեռը գնա մի հատ նորը կստեղծեմ, երկրորդ վերջն Ադամը ավելի կատարյալ էլի, սենց բանով։ Բայց ելից սրանով մենք տեսնում ենք Աստծո ողորմությունը, խնամությունը, որ ինքը Տեր է կանգնում իր ստեղծվածների համար, միջև վերջ է Տեր կանգնում, որ իր միածինն է ուղարկում, որ մարդ փրկվի։ Իսկ շատ եկեղեցիներ ասում են, որ միածինը դա երկրորդ Ադամն է։ Պողոս առաքյալն էլ ասում է երկրորդ Ադամ, այսինքն այն իմաստով երկրորդ Ադամը, որ ինքն էլ 0-ից update, այսինքն ինքը բան եղավ, ոնց ասեմ, կատարյալ եղավ, ինչպես Ադամը ծնվեց, հասկանում ես, այդ իմաստով էլի, ոչ թե առաջինն ու երկրորդ իմ ասած ձևով, որ չսպասեց Ադամը մեռնի, որ երկրորդ Ադամ ստեղծի, նորից կյանքը ընդեղից սկսի։ Այս Ադամի առաքելությունը ուրիշ բան էր, այսինքն փրկելու այդ ամեն ինչը առաջի Ադամին, սենց ասենք։ Ուրեմն Ադամը Եվ Սուրբ Կույս Մայրամ Աստվածածինն էլ համարվում է որպես երկրորդ Եվա, բայց ինքը բերեց մաքրություն աշխարհի վրա։ Եվան բերեց մեղքը, Մայրամ Աստվածածինը ծնեց Փրկիչին։ Աստված տվել էր, ոմանք ասում են, դե Աստված տվել է, գնացեք, բազմացեք, հա, շատացեք, օդը լցեք, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, Աստծո համար անհնարին բան չկար, ինչպես հրեշտակները, չէ, ստեղծեց, Աստծո համար ինչպես կույսը հղիացավ առանց տղամարդու, չէ, ասինքն Աստծո համար ասում է անհնարին բան չկար, Եվան ինչպես պետք է բազմանար Ադամի հետ, եւ երկրորդը այդ հարց, արդյոք պետք էր որ բազմանային, թե չէ, էլի։ Բայց երբ Աստված ստեղծեց Ադամին, Աստված գիտեր, չէ, որ Ադամը այդ մեղքը գործելու է։ Դե, ստեղ Արտուր գիտես, մի քիչ այդ գիտես կամ չգիտես բառը նորից եմ ասում, մենք դա տեսնում ենք ժամանակի մեջ։ Հիմա ուրիշ բան, ես հիմա գիտեմ, այս բան տանիքից ինչ որ բան կընկնի, չէ, կամ անձրև կգա տան։ Ես գիտեմ դա։ Ու ես գալիս եմ, ստեղ նստում եմ, գիտեմ։ Հիմա սա հարց է, մարգարեություն է, թե ես եմ պատրաստ այդ բանը որ լինի, Հիմա Աստված գիտեր ինչ իմաստով, եթե մենք տենց ենք կամ եթե գիտեր ինչու ստեղծեց, ուրեմն ինքն է թերի ստեղծե։ Չէ, ինքը թե ինչ ստեղծեց, ինքը տվեց ազատ կամք, որ Ադամը Դե ընտրեց։ դրա համար եմ ասում գիտեր հասկացողությունը, գիտեր, չգիտեր, դա Աստծո համար, այսինքն մենք մեր մարդկային ժամանակի բանով ենք մտածում։ Հա, Ժամանակից դուրս էր, ինքը պետք եթե է այդ կամը մտածենք։ գիտեր, ինքը որ գիտեր այդ մարդը տենց կներ, ինքը ուրիշ ձևի թողաներ, այդ մարդը մեղքի մեջ չընկներ, հա, ազատ կամքի համար է ինքը թողնում ազատ կամ, որ մարդը մեղք չգործի։ Դրա համար այդ գիտեր Աստված, թե ինքը գիտեր, որ Հուդան պետքա մատնի իրեն, մարգարեություն կա, դա մարգարեություն է։ Այսինքն դրա համար այդ գիտեր, չգիտեր, մի քիչ ուրիշ բաներ ա ծնում մարդկանց մեջ, Աստծո հանդեպ անվստահություն։ Եթե դու գիտեր ինչու է սենց, եթե Աստված գիտի ես մեղք պետք գործեմ, այն ինչու է ինձ ասում մեղք մի գործի։
Հիմա հարց չէ, եթե ես հիմա 5 րոպետո մեղ պետքա գործեմ, Աստված գիտեր, ինչու ինքը չարգելեց։ Ազատ կամքս ազատ թող շատ դեպքերում փոքրիկ երեխին ծնողները չեն լսում իր ազատ կամքը, չէ, երեխեն կարա սխալ բան անի, ուզում եմ այս բանը տը գիտությունից անի, ծնողը չի թողնում։ Այսինքն սենց վերցնենք, էլի։ Դրա համար գիտեր, չգիտեր, այդ բանը մի քիչ մենք միշտ մտածում ենք մեր ուղեղի ընկալման բանով, էլի։ Դրա համար եթե Աստված գիտեր, ինքը կստեղծեր, թե չէր ստեղծի։ Եթե չգիտեր, ուրեմն Աստված կատարյալ չի, չէ՞, որ ոչ մի բան չգիտե, էլի։ Դրա համար երբ մենք այս հարցերը առաջանում է, երբ որ մենք փորձում ենք ժամանակի մեջ անժամանակը տեղավորել եւ մտածել իրպես։ Այդ գիտես ինչ է աննման, երբ որ ես կարող եմ Մենք անկարող ենք մտածել հա, ինչպես։ ես հիմա օրինակ կարող եմ մոտավորապես աչքաչափով, աչք քարտեզով նայեմ, որ դու Երուսաղեմից Բելգիա ուղիղ գծով այնտեղ քանի կիլոմետր է, չէ՞։ Ես կարամ դա անցալեմ այս գլխի մեջ, բայց որ ինձ ասեն երկինքը որտեղ է վերջանում, ուղեղս չի կարա անցալի, չի տեղավորվի։ Չէ, հիմա ու երկինք ուր է, ես կարամ ասեմ այստեղից մինչև Ամերիկա, Բելգիա, Երևան քանի կիլոմետր է, չէ՞ մոտապես։ Դրա համար արի այս բաները քննելու, ինչպես ոսկեբերանն ասում, դու որ չգիտես Աստված երկինքն ու երկիրը ոնց է ստեղծել, դու իր բնության մասին ոնց ես խոսում, էլի։ Դրա համար բաներ կա, մենք ընդունում ենք, որ ինքը եթե նույնիսկ գիտեր այնքամով, ինչքամով, որ ինքը դա տեսնում էր, որ մարդը այդպես կարա լինի, էլի, որտեվ մարդը այդ է, այսինքն ընկնելու է այդ մեղքի մեջ, դրա համար ինքը այդ հնարավորություններն էլ տվեց։ Հիմա այստեղ հարց առաջամ, լավ, ինչու այդ ծառը դրեց, որ չուտի Ադամը։ Ոնց որ Աստված ինքը դրթեց մարդուն, չէ՞։ Պրովոկացիա արեց, արի բան անենք, դե գնա, կարաս դու Ինքը Ադամին ասես չուտես, Չէ, Ադամը չէ, չէր հարցը ուտում։ Ադամ Եվան Եվան չի, կերավ։ հարցը այդ ծառը ինչու դրեց։ Ոնց որ ծառ դրեց, ոնց որ ես բերեմ երախուն փոքր սենյակի մեջ մի հատ բան դնեմ, նայ սրան չկպնես, եթե կպար կտանեմ քեզ, կծեծեմ, կպատժեմ։ Չէ՞, ցես հիմա խոսք կա, դրանից հետո էլ խոսք մարդկանց մեջ մտավ, արգելյալ պտուղը քաղցր է։ Մարդը սկսում է ոնց թե ինչու, եթե այսքան ապրանք կա, ասելան ասելա մի ձերտում մի հատ գնամ նայեմ, այդ ինչու չպետք է ձերտամ։ Այսինքն եթե Աստված այդ ծառը չդներ, Ադամ իր համար կապրեր։ Չէ, այսինքն իր համար կգա խոնար, ազատ կամքով Աստված կպաշտեր։ Չէ, որ ասես նայենք, էլի։ Այստեղ ուրիշ հարց կա։ Ը, Ես դրա մասին դե ասել էի ռուսերենով, հայերենով տենց հաղորդումներ ունեմ։ Աստված Ադամին որ ստեղծեց, այդ գիտես ինչի նման է, որ ծնողը ինքը ինչ որ կուտակում է տան մեջ, ստեղծում է, դրամական հաշիվ է անում, տուն է կառուցում եւ այլն, իր զավակի համար է։ Ինքը մտածում է, որ ինքը իր զավակին պետքա թողնի։ Հիմա այս երեխան որ ծնվում է, պապանա, չէ, իր ծնողներն են այդ ամեն ջանքը թափե եւ տեղադրե, չէ, այդ ամեն ինչը ստեղծել։ Այո։ Բայց երեխու համար է, բայց երեխան երբ որ ծնվում է, դա երեխուն չի պատկանում, ինչ իմաստով։ Ինքը պատկանում է, որտեվ ինքը զավակն է իր հոր, բայց չի պատկանում, որտեվ ինքը ջանք չի թափել։ Ինքը ոչ մի լումա չի դրել դրա մեջ։ Ադամը Այո։ ոչ մի բան, ինքը ձրի եկավ, ոնց որ ասած, սա այս տիեզերքը ստեղծեց Ադամի համար, բայց Ադամը դրա համար մի հատ մի ջանք էլ չի թափե։ Դրա համար Աստված Ադամին մի բան դրեց, որ Ադամ մի քայլ անի, որի միջոցով ինքը ձեռք կբերի այն ամեն ինչը, ինչ որ Աստված իրան էր ստեղծել։ Այսինքն Աստված պատրաստ էր ամբողջությամբ տալ Ադամին, որ այն իմաստով, որ Ադամն է տերը իրական այդ ամեն ինչի, որտեվ ինքը մեջը լումա ունի։ Այս էր այդ ծառը, գիտության չարի, այսինքն բարի եւ չարի գիտության ծառը, որ Ադամը պետք է չճաշակեր, այդ քայլը չաներ կամ հակառակը աներ չուտելու, ինքը այդ ամեն ինչ ինչ որ Աստված իրան տվեց, Ադամը կունենար։ Այսինքն Ադամը ուներ հավիտենականություն, բայց ժամանակավոր։ Ինչ իմաստով ժամանակավոր, որտեվ ինքը կարող էր կորցնել։
Սա էր ամբողջ բանը։ Դրա համար Աստված իրան հնարավորություն է տալիս, որ այդ հավիտենականությունը ինչ դառնա, հավիտյան։ Թե ուտես կմեռնես, որտեվ Ադամի մեջ այդ հնարավորությունը կար մեռնելու։ Աստված ուզում էր, որ Ադամ ինքը իր քայլով այդ անմահությունը ձեռք բերեր։ Ինչպես հետո մենք կտեսնենք Տերը, չէ, եկավ այդ փորձությունը անցավ, չէ, այդ անապատի մեջ ինքն էլ այդ ձևով ինքն էլ չէ որ ծնվեց եկավ մարդկային բանով ինքը ոչ մի այդ որպես Ադամ երկրորդ ոչ մի բան չէր ստեղծես չնայած ի սկզբանե էր բանը բաններ առ Աստված եւ Աստված էր բանը ամեն բան իրանով սկսեց չէ բայց ինքը որպես մարդացյալ փրկիչ մարդ դարացա Մարիամի որդի դարած ինքը սենց ասեմ ոչ մի լումա չուներ դրած Դրա համար ինքն էլ այդ փորձությունը անցավ, որպեսզի այդ ամեն ինչը ինչ որ խոստացված էր Մարիամի որդին ինքը ձեռք բերու, ինքը հաղթահարեց դա՝ ի տարբերություն Ադամի։ Աստված Ադամին այդ բանը չի էլի, ոչ թե որ փորձում էր, Աստված մարդու չի փորձում, առաքյալն է ասում, այ Աստված ուզեց, որ Ադամը կատալ, ոնց որ մարդ ծնողը իր զավակին թույլ է տալիս, որ ինքը քայլը անի։ Ճամփա ինքը գիտի կարող է այս քայլից երեխեն ընկնի։ Այսինքն այդ կներեք խոսքը շաքարով կդրեմ Հայր Սուրբ ջան, այդ ավետարանական եկեղեցիների քարոզիչներ կան, որոնք ասում են Աստված ձեզի փորձում է, այս փորձություններից փրկվելու համար ապաշխարեք, եսի մինչեր ինչեր, այտենց բան չկա, այսինքն Աստված Աստված մեզ չի մեզ չի փորձում։ փորձում, որտեվ Աստված մեզ տարբեր բացատրություններ կա, որ Աստված մեզ հնարավորություն է տալիս, ինչ որտեղ վիճակ է թույլ տալի, որ մենք բացահայտվի մեր հավատքը, մեր առաքինությունը ծածկած, օրինակ կանանացի կնոջ, չէ, Դիվահարի մաման եկավ, չկաս բժշկի, ինքը ասում է, ես Իսրայելի համար եմ եկել, բայց ասում է, չէ, էլի խնդրում է, եւ Տերը ինչ է ասում է, արժանի չի էլի զավակների հաց առնել, շներին տալ, ասում է, չէ, որ փշրանքներից են տում։ Հիմա որտես նայես ինքը նվաստացնում է, չէ, կնոջը, խայտառակում է Բայց ինքը կարող կինը գար ասեր ինձ դու ինքը կասեր քո հավատքը քեզ փրկեր, չէ՞։ Ու վերջ կգնար։ Բայց ցույց տվեց ինքը դարձավ ասեց սենց հավատք Իսրայելի մեջ չեմ գտե ինքը ներկաներին ուզեց ցույց տալ կնոջ հավատքը մեջտեղ բերել, որ իրենց ամոթով տա հрьяաներին։ Հմ Դրա համար Աստված sense որ sense նայես Այո։ փորձում է, ինչ կնոջ հավատքներ փորձում, այդ Տերը գիտեր, ինքը դա անում է մեզ ցույց տալու, այդ կողքի կանգնածներին։ Դե հիմա մենք մեր շուրջը շատ բարեպաշտ մարդիկ կան եւ որոնք չգիտենք ինքը բարեպաշտ է եւ հակառակը մի սրիկա է, որը մենք էլի չգիտենք, բայց կեղտոտ տականց մարդ է։ Մենք հակառակը գիտենք լավն է, իսկ վատին էլ գիտենք լավն է, հակառակը էլի։ Բայց Աստված մեկ-մեկ նենց բան է ստեղծում, այդ մարդը, ասում ենք, էս փոխվեց, այս մարդը։ Ինքը ոչ թե փոխվեց այդ մարդը, այլ ինքը ցույց տվեց այն ինչ որ ինքը էր։ Որովհետև Տերը ասում է, բարի պտուղը չի կարա չար ծառը չի կարա բարի պտուղ տա, բարի ծառը չար պտուղ։ Այսինքն, եթե մենք չենք տեսել, ու Տերը այդ ձևով հնարավորություն է տալիս տեսնել, ոչ թե փորձում է մարդուն, ինքը գիտի մարդուն։ Նույն Տեր Հիսուս Քրիստոս ասում է ինքը իրեն չէր վստահում մարդկանց, որովհետև գիտեր մարդիկ ով են, չէ, ուզում էին թակավոր դարձնեին։ Ծննդոցը որ կա, սկիզբը Աստծո սիրո արտահայտությունն է։ Մենք միշտ այդ բանով ենք գիտեր, չգիտեր, քանի օր, չգիտեմ ինչ, բայց այնտեղ Աստծո սերն է, իր արարչագործը, իր զավակին, որ ինքը ստեղծում է, ինքը ուզում է այդ զավակը հավիտյան ինքը ունի։ Եվ երբ որ Ադամը պտուղը կերավ, ոնց ասեմ, 10-րդ աստիճանին էր կանգնած, վերջի, սենց ասենք, մնում էր մի քայլ մտներ հավիտենականություն, ինքը ընկավ վերջինի վրա։ Ունդից էլ մնում է մի քայլ հավիտենական կորուստ։ Որովհետև Ադամը էլ չէր կարա այդքանը բարձրանար։ Եթե նույնիսկ բարձրանար, ինքը չէր կարա մտներ ընդեղ։ Դրա համար եկավ Հիսուս Քրիստոս Ադամի բնությունը բարձրացրեց դրեց էլեն վերևը, որպեսզի մտնենք։ Դրա համար մենք էլ մկրտվելով փրկվում ենք Ադամի հետ բարձրանում ենք այն վերևը, իսկ այդ մի քայլը մենք պետք է անենք մեր առաքինի կյանքով, մեր մեղքից հեռանալով, Աստծուն ավելի մոտենալով մենք արժանանում ենք մտնելու արքայության։ Ոչ թե մենք մեզ փրկում ենք, մենք չենք կարա։ Եթե մարդ կարար իրեն փրկեր, Աստված չէր գա
Եթե մենք կարող ենք այսօր փրկվել, չէ, մենք չենք կարող փրկել, որովհետև Տերն է մեզ փրկել։ Նույնիսկ այն մեղքերը, որ ես վաղը չեմ իսօր կգործեմ, նույնիսկ մտքովս էլ կարողա չի անցել եւ ես այդ մեղքերը կգործեմ, այդ մեղքերը խաչի վրա նույնիսկ դրանք են ներվել։ Հա, ուղղակի այսօր երբ որ ես սա իրականացնում եմ այդ մեղքը, ես զղջում եմ Տերը ոչ թե ասում է, գիտես ինչ տղա ջան, դու արժանի չես, դու պետքա փոխվես, բան անես, որ նոր ես տեսնեմ քեզ ներեմ թե չներեմ։ Էլի Աստծո մեծագույն սերն է, որ այդ ծննդոցի մեջ այդքան մենք տեսնում ենք այդ հոգատարությունը մարդուն իր ձեռքերով է ստեղծում։ Նորից ալեգորիա է միգուցե իր ձեռքերով Աստված ձեռք ոտ ունի, դե հիմա մենք Քրիստոսին մարդացած Աստծու մասին չենք խոսում, այ դեռ հələ չմարդացած վիճակում Սուրբ Եղությունը։ Իրոք այդ մենք Աստծու ամենասերն ենք տեսնում, որ իր ձեռքերը ոնց որ ասում ստեղծում է ամեն բան, այդ ալեգորիա է, բայց դրա այդ բանն է, ինչ որ դու որ մի բան ստեղծում ես քո ձեռքով անում ես, խմորեղեն ես թխում, ինչ որ բան ես քանդակում, ինչ որ մի բան ես ստեղծում, ուրիշ արժեք է ունենում, էլի, երբ որ դու ես անում։ Դες մի Այո, իհարկե։ պատմություն կա, չէ, մի հարուստ մի հատ բանը, մի թագավոր ալնում, հարուստ մեկն է, կամ թագավոր ճամպայման չի թագավոր լինի, մեկը հարուստ եւ որդի ունի եւ միշտ որդուն դրամ է տալիս, այս տղան մսխում է, ծախսում է, չի նայում աչ ու ձախ։ Մի օր հայրը բարկանում է, ասում է կնոջը ասում է նայ, այլևս դրամ մի տու, թող գնա աշխատի։ Այս տղան մերն էլ դե գիտեք, մամաներս ասես մի տեսակ խղճարմա տղաս ինքն է դրամ կողքից տալիս եւ անցնում է մի առժամանակ, բայց գործի չի գնում։ Պապան գալիս ասում է տղաս, հեչ ինչ ես վաստակ է աշխատանքը, բեր գումարը, դե մայրը որ տալիս էր նաեւ կողքից, բերում տալիս է, հայրը վերցնում է այդ դրամը, առանց բան հարցնում նետում է ջրհորը։ Տղան ոչ մի ձևի չի արձագանքում, ասես անհոգ էլի։ Հայրը հասկանում է, որ ասում է կնոջ վրա է ջղայնանում, ասում է ինչու ես դու իրան դրամ տալիս, թող գնա աշխատի, այլևս չօգնես։ Անցնում է նորից ժամանակ, ասում է բեր դրամը, բերում է, օրլի ուզում է հայրը նետի ջրհորը, տղան ձեռքից բռնում է։ Հիմա ինչ ես անում, հա, քրդինքով ազիվ աշխատել եմ ես Հասկացա, գումարը։ չէ։ Նույնը Աստծո նախախնամությունն է, էլի, որ մարդուն ինքը կարող էր կատարյալ ստեղծել, նույնն էլ հրեշտակներին կարող էր կատարյալ ստեղծել, բայց հրեշտակների մեջ էլ մի բան դրեց, որ հրեշտակն էլ ունենա այդ հավերժությունը կամ չէ, այսինքն ինքը գնաց չուզեց խոնարհվել Աստծո առաջ եւ ծառայել մարդ արարածին, հողեղենին, հասկացար։ Ու ինքն էլ այդտեղ կորցրեց։ Մենք մարդիկս Հիսուս Քրիստոսով դե փրկվում ենք, դա պարզ է, բայց ոնց եղավ, որ ասենք հրեշտակները եթե սխալվում են, իրանց փրկություն չկա։ Դե Տաթևացին այսպես է բացատրում, որ հրեշտակը մարմին չուներ եւ հրեշտակը հավիտյան է, այսինքն հոգին հավիտյան է, ինչպես մեր հոգին է հավիտյան, բայց մարմինը դրա համար է որ ասում է Տերը պետք է ամեն հրեշտակի համար առանձին գար, որտեղ ամեն մի հրեշտակ տարբեր էություն ունի։ Իրանց էությունները, բնությունները տարբեր են, բնությունը նույնն է, բայց ամեն մի հրեշտակ տարբեր էություն է, տարբեր էակներ են իրարից տարբերվող։ Ասում է ու ինքը եթե նույնիսկ իրանց համար էլ գար, ամեն մեկի համար, ինքը չէր կարա մեռներ, որտեվ հրեշտակը անմահ է։ Իսկ մարդու պարագան, մարդը մահկանացու է, մարդկային բնությունը մեկ է, դրա համար էլ Աստված մարդու համար փրկությունը արեց, էլի։ Գալով էլի Ադամ Եվայի պարագային, նայ հետաքրքիր ինչն է, որ Սատանան մոտենում է Եվային, եթե Եվան Ադամի կողքը լիներ միշտ իրար հետ լինեն, ինքը չէր մոտենա, որովհետև Եվան Հետաքրքիր է, այդ ուր էր գնացել, Ադամին թողե ուր դե էր հիմա գնացել մենք բա։ այդտեղ չենք կարող ասենք, բայց իրարից հեռու էր, ոչ թե իրան թողել էր, ինքը երևի գնացել էր ծաղիկ հավաքելու, Հա, լավ, բարձ է, հա։ ծաղիկ հավաքելու միգուցե, բայց Սատանան մոտենում է առանձին պահին, այդ պահին, որ եւ Ադամը կողքը չի լինում, որովհետեւ եթե վստահ եմ ինքը կողքը լիներ,
միշտ այդ բանն էլ կա, չէ, թե հայրերի մոտ խրատների մեջ կա, որ երկու հոգով պետք է լինենք, էլի, բանի մեջ էլ է գրած, առակացի մեջ էլ է, չէ, ասում է երկու հոգին լավ է, որտեվ եթե մեկը ընկնի, կողքից կարա օգնի, էլի, այդ պահին։ Դրա համար Եվան հեռու էր, մոտիկ չէր եւ հայրերն էլ են ասում եթե վանականները դուրս են գալի երկու հոգով, մի հոգի պետք չի դուրս գալ, էլի, որտեղ փորձությունը շատ է կողքից ընկերովի, այսինքն կարան իրար օգնեն մեղքի դեմ դիմադրել, էլի։ Եվային մոտեցավ եւ ստեղ հետաքրիր բանով է մոտենում իրան, նախ Աստծու հանդեպ է բան դնում, կասկածանք է դնում, արդյոք ճիշտ է ձեզ ասում, հետո Ադամի հանդեպ է բան դնում, ինչ ձևով էլի, դա բացահայտ չի երևում, բայց մյուս բանով ասում է Եվա, ասում է Ադամը առաջինն էր ստեղծվել, դու միշտ հետևակ ես լինելու, դու միշտ իր հետևից ես, երկրորդն ես լինելու, Աստծո առաջ ինքն է, բայց արդար է, արի պտուղը կեր, դու իմաստուն առաջինը կլինես ու լիդերը կլնես ընտանիքի ու Եվան ուտում է այդ կուտը ուտում է եւ պտուղը ուտում է, ասենց ասենք, եւ գնում Ադամին է տալիս։ Իսկ Ադամը, որ այնքան սիրարված էր, իրան համար Եվան մեկ էր, մեկ մարմին էր, ինքը տեղ չի կանգնում ասի, էդ էլ այդ սխալ վիճակն է, տկար վիճակն է, որ չի կամ հաղթարի, ինքը վերցնում է Ադամը արդեն ընդեղ է մեղանչում, էլի որ ոչ թե ուտել չուտելն էր, այ այն ինքը չկանգնեց, ասեր այ կինես, ինչ ես անում։ Ես էլ մտածում եի, ասում եի, տենաս օրինակ Եվային, երբ որ Սատանեն մոտեցել է խոսալու օծի կերպարանքով, կարար չէ Եվան ասեր. Ադամ, հլա արի տես, այս կենթանին խիա մեր հետ խոսում, կամ էս ինչ ա խոսում, էսի խափում ա, ճիշտ ա ասում, բայց չի հարցնում Ադամին, այսինքն չի հնազանդվում ինքը Ադամին այդ Այդ պահին։ տեսա դու կարևոր բան մի այդ բանն էլ նկատեցիր, որ չարեց էդի, որտեվ իրա դուրը եկավ, ինքը այդ իր մեջ այդ բանը կար, հասկանում ես, ինքը արդեն մտածում առաջինը ինքը կարա Ֆեմինիզմը։ լինի։ Դրա համար մեղքը մարդիկ ինչ են անում, մեղքը Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է դա Աստծուն մեջքով կանգնելն է, այսինքն մեջ կռնակ դարձնելն է։ Եվ ըստ բնազդով դու սկսում ես հեռանալ, մեջքով ես կանգնում, քայլելով հեռանում ես։ Մեղքը պառակտում է բերում, բաժանում է բերում։ Հիմա ինչ տեղի ունեցավ, Ադամը մեղանչելով ինքը բաժանվեց Աստծուց, հեռացավ, Եվան Ադամը մեղանչեցին, այսինքն Եվան մեղանչելով Ադամից պոկվեց։ Դրա համար Ադամ այդտեղ արդեն բաժանված զգաց, այսինքն պառակտված զգաց, երբ որ Տերը եկավ Ադամ, Ադամ ասում է, ինչ ես, մայն կինը որ տվեցիր։ Սկզբից դու կանգնում Ադամ ասում ես, էսի մի մարմնից, հա, էս սենց ուղակի սենց հիացած, ուրախացած վիճակ էր, ու հիմա ասում են կնիկը, որ դու տվեցիր, արդեն այդ կնգան ինքը չի ուզում տեսնել, ինքը չի ատում է իրան։ Եթե այդ սերը լիներ, ինքը չէր ասել այդ կնիկը որ տվիր, էլի, կասեր հիմար էի կերա կզղճար ձևով մը չէ, բայց ինքը արդեն այդ մեղքը պառակտումը բերեց, ինքը կնոջ վրա գցեց։ Եվ Աստված այստեղ այդ որ ասում է գնացեք, աճեցեք, բազմացեք, այսինքն սրա մեջ պատկերացա Ադամը կնոջ հանդեպ կինն էլ Ադամի վրա էր, ես եմ որ կամ, այդտեղ արդեն որդեծնություն էլ չէր լինի մարդկային բանով վերցնենք, իրար ատում են իրանք զգում են ինչ կորցրեցին եւ դրա համար էլ մեղադրում են իրար։ Դրա համար իրանց երկու որդիները իրար Տեսնում սպանեցին։ ես, այսինքն ինչ է գալիս եւ հետեւյալը մենք դրա մեջ նաեւ տեսնում ենք Աստված ըստեղ Ադամի մեջ եւ Եվայի մեջ մի բան է դնում։ Երկու սեռը իրար հանդեպ ձգողությունը, որ իրար քաշեն, որը ինչա սերն է։ Այսինքն սերը, երբ որ կինը տղամարդուն, տղամարդը կնոջը տեսնում է, սիրարվում են, չէ, ու այդ մի ուժն է, որ սկսում է իրար քաշել դեպի, թե չէ որ սես նայես ոչ մեկ չէր իրար մոտենա։ Եվ մարդու մեջ էլ դրեց նաև մի բան, սեր առ Աստված եւ հավատք, որ ինքը անդադ Աստծուն փնտրի, ոչ թե դրախտի մեջ փախնի։
Այո, որտեվ արդեն Ադամը Հա, Աստծուց դրա համար հեռացել էր։ դրեց, որ Ադամը սկսի փնտրել Աստծուն։ Բայց այդ բանը հատկությունը, սենց ասեմ, սերը եւ հավատքն առ Աստված, սեր առ մերձա, այսինքն մերձավոր ոչ թե ընկերային սեր, այ կնոջ տղամարդու սիրո մասին է խոսքը։ Սատանան ընդեղ էլ հետո հետագայում կտեսնենք բան բերեց, ատելություն սխալ դրեց, որ այդ սեր կոչացյալը, այսինքն այդ ուժը, ձգողությունը, ինչպես Տաթևացին ասում է, սեր այդ ուժ է, որը կապում է իրար երկուքին, հա։ Ուժը, որ կապում է իրար այդ երկուսին, սատանան նենց արեց, որ դա բերեց միայն հաճույք ստանալու, հասկացար, այդ բանին տարավ։ Իսկ Աստծու հանդեպ էլ այդ փնտրումը մարդկային ինքը բերեց մարդ Աստված հարաբերության մեջ, սատանան սեփ խրեց, այսինքն կուրք դրեց, որ մարդ Աստծուն է փնտրում, բնազդով հիմա էլ որ անհավատին էլ հարցնես, իր մեջ ինքը հարցեր է, ինքը փնտրում է Աստծուն։ Բայց սատանան ինքը սեփ խրեց այն վաղ մարդու առջև կուրք դրեց, արձան դրեց, քար դրեց, երկինք դրեց, հոգի դրեց, որ մարդ պաշտի այդ փնտրումները ընդեղ ծախսի։ Հա, լացող նկարների հետևից են եթում, քարերի Այն հետևից, ժամանակ։ արձանների Դրա հետևից են համար եթում։ Քրիստոս որ եկավ, ինքը ճշմարիտ բանը բերեց, նախ ճշմարիտ ուսմունքը Աստծո գիտությունը բերեց, որ մարդ հասկանա, ասում ով որ ինձ տեսավ, հորս տեսավ։ Էլ ձեզ միջնորդ, էլ կուրքեր կամ չեմ ինչ-որ բաներ պետք չի, ես եմ ճշմարիտ Աստվածը, եւ կնոջ տղամարդու հարաբերությունները Քրիստոս բերեց ինչով, ցույց տալով, որ ինքը գլուխ ամուսինն է, եկեղեցին հարսն է։ Այդ բերես, դա համար եկեղեցուն պսակի ժամանակ այդ Պողոսի խոսքերն են կարդում, որ ցույց է տալի այդ սերը ընտանիքի կազմելու բանն է։ Դրա համար եկեղեցին այսօր երբ որ զույգ է պսակում, հարցում են, չէ՞ տալի, տղամարդուն տերես, կնոջը հնազանդ ես։ Որովհետև տղամարդու մեջ Ադամից այն վաղտվանից եկավ, միջև հիմա բոլոր տղամարդկանց մեջ այդ բանը կա, եթե իրանք սխալ վիճակի մեջ են, տեր չկանգնել իր կնոջը։ Անընդհատ པարս կենցաղային բաների մեջ, չէ՞, թե տունը երեխան չարություն անում, մի բան է տեղի ունենում, ես շատ եմ լսել այդ բան, տղամուսինը կնգ այդ քո կտորը չի, ձեր կտորն է, դուք ես Ասում են այդ դեբիլ քո քերն է զավակն է, քաշել։ քերն ինչ կապ ունի։ Չէ, Հիմար դուրս այսինքն են սա այն տալի։ Ադամի այն բանն է, էլի որ ասում է աղբերը ես չեմ քերրի տա, ուշում աղբերը տա, որ աղետ սենց է, չէ։ Իսկ կնոջն էլ այսինքն Տեր ուզում ասի դու ինչ էլ լինի, դու պատասխանատու ես կնոջդ համար։ Նահմամբ եթե ընդհանուր զավակ ունեք, դա կինը չի միայն պատասխանատու, դու էլ ես ամուսին։ Եվ կնոջն էլ ինչ ասում հնազանդ եմ։ Հասկացար, այդ այն բանը չի էլի, որ հնազանդ ամուսին ինչ ասի, այ հնազանդություն նրա մեջ է, որ ցույց է տալի, որ դու ես իմ գլխի տերը։ Որտեղից ամենաընտանեկան պառակտումները սկսում, երբ որ կինը ամուսնու մեջքի հետևից տան հարցեր է լուծում։ Այդ տան համար է անում, ամուսնուն դեմ բան չի անում։ Ինքը կարա գնա հարցեր լուծի, ինքը դա գալիս է նաև տղամարդու տկարությունից, որ տղամարդը տենց տկար է գտնում, որ կինը կարա տենց հարցեր լուծի։ Նա իրար հետ կապված է, եթե տղամարդը ճիշտ է, ողջախոհ է, առողջ ճիշտ տրամաբանությամբ է, կինը չի մտածի գնա առանձին հարց լուծի։ Բայց կնոջ մեջ այդ բանը անդադ ավելի զորավոր է ֆռում, տղամարդիկ անտարբեր են հարցերի մեջ, գնա ինչ ուզում ես արա, վրից գցում է, որտեղ վաղը որ եթե սխալ բան լինի, այդ դու էր տենց ուզե։ Այսի տղամարդու տկարությունն է, իսկ կինն էլ երբ որ առանց ամուսնու գնում հարցեր է լուծում, այդտեղ արդեն բան է գալիս, սկսում է տղամարդը կասկածում, որ սենց ինքը գնում հարց է լուծում, ինքը սենց հա լավ է իրան։ Հասկանում ես, իր պատասխանատվությունը վրից կարելի է հեշտ գցել վաղը մյուս օր, բայց ընտանիքը Հա, բայց այտենց տղամարդը դառնում է տրյապկա արդեն։ Ադամն էլ Փալաս է այն դառնում, կնիկը չի որ կարա տվեց իր երկուսն հետ էլա փալաս ինձ համար դա փալասի վիճակ է, այսինքն
վիճակա, որ ինքը դու տեր չկանգնեցիր կնգադ։ Կհասկանաս, այսինքն այդ Իսկ մենք երբ նայում ենք, ասենք, Սուրբ ընտանիքը, երբ Մարիամ Աստվածածնին տեր կանգնեց իր ամուսինը, իմանալով չէ, որ Մարիամը հղի է, բայց արդեն մենք այդտեղ տենում ենք սրբություն, հա, սեր, Աստծո դեմ ամուսինն էլ Աստծուն հնազանդվեց, կինն էլ ամուսնուն ու Աստծուն հնազանդվեց։ Մենք այդտեղ այդ ճշմարիտ ընտանիքի ֆորմուլան ենք տենում, ոնց որ ասած։ Սենց մի հատ հարց ծագեց Հայր Սուրբ ջան, հիմա որ խոսում էինք, հիշեցի էլի, ասենք շատ ընտանիքներում, մանավանդ մեր հայ ընտանիքներում, Հայաստանում է շատ այդ երևի ընդունված, այստեղ որտեվ Եվրոպայում մի քիչ ուրիշ ձև են հայ ընտանիքները, այստեղ ասենք հայրերը նաև զբաղվում են իրանց երեխաների դաստիարակչությամբ, ասենք դպրոցի դասընթացներով, կամ երեխեքի հետ կարողա տեղ գնան, երեխեքին դաստիարակեն, երեխեքով զբաղվեն, բայց Հայաստանում մի քիչ ուրիշ ձև է, սա պիտի մամաները անեն, պապան գնում է գործի, իր գունը գայսատուն պարկում քնում է, պապայի վեճը չէ, երեխեն ոնց է դեպքին էլ դաստիարակվում։ գալիս ասում է գնա երեխուն մի հատ բան ասա, այնի հելում է դու վրա մի հատ գոռում է գնում Գնում է ամեն պարկում իր տանկ դիվանը խաղալու քշում է։ է։ Հիմա ասենք խոսքի ըստ մեր առաքելական եկեղեցու վարդապետության, ըստ մեր հայ առաքելական ոնց որ ասած դաստիարակչության, մեր հայկական ադաթների, մեր հայկական ընտանիքի օջախի, ինչպես պետք է լինի հայրը։ Հայրը պետք է երեխաներով զբաղվի, թե պետք է դիվան քշի, մերը զբաղվի։ Պատասխանատվությունը երկուսն են, որդեծնության մեջ երկուսն են եղել, այսինքն պրոցեսի մեջ եւ երկուսն էլ պետքա բաներն, ամեն մեկը իր դերը ունի, չէ՞։ Հիմա նայ, եթե ընտանիքի մեջ նորմալ չի հարաբերությունները, չէ, հետո երեխաները մեծանում են, օրինակ եթե ամուսինը հարբեցողած ու մամիշտ բան չէ, մերը խեղճացած, եթե աղջիկա մեծանում տան մեջ, ինքը հոգեբանորեն արդեն կգնա այդ ձևի մարդ կգտնի։ Ինքը կավա չի հասկամ ենթագիտակցության մեջ։ Նույն էլ հակառակը կինն է իշխողը, ամուսինը փալասա տան մեջ, բանը կինը ամեն օր բանամ, այդտեղ տղան է արդեն սխալ դաստիարակվում։ Ինքը տեսնում է, որ ինքը կգնա կգտնի տենց կին կգտնի, գիտես, այսինքն հոգեբանական բան կա էլի ներքուստ։ Դրա համար ստեղ նայ դա խորհուրդ է, չէ՞, պսակը, եկեղեցվո խորհուրդ է, ու Սուրբ Հոգին է աշխատում, հալի։ Այո։ Այսինքն, երբ որ մարդիկ գալիս են ամուսնական կյանք ստեղծելու, իրանք պետք է այնքան գիտակից լինեն, դաստիարակված լինեն ամուսնությունը ինչ է եւ այլն, հա, որ նոր գնան այդ խորհրդին մասնակցեն։ Մարդիկ այսօր գիտակից չեն ամուսնությունը ինչա, բայց մոդա է ամուսնություն, պսակ, գնում անում են, հետո մի շաբաթ հետո իրարից ձանձրանում են ու սկսում են խնդիրները։ Իսկ դրա համար էլի ես օրինակ գանք կավանյութը չի, բայց ես այսօրվա կտրվածքով այն զույգերը, որոնք եկեղեցու, Աստծու հավատքի հետ այդքան կապ չունեն, իրանց չպսակի եկեղեցին։ Ինչու, որտեվ հա, այո, իրանց հետ աշխատի, խրատի, խոսի, դաստիարակի, որ ի վերջո պսակվի, բայց այդ մարդիկ Աստծու երկյուղ չունեն, հավատքը չունեն, գիտակցությունը չունեն։ Օրինակ շատ դեպքեր, որ խոսում ես, ամուսինը մեկ էլ հարբեցող է կամ խաղամոլ է դառնում կամ ինչ, աղջկան հարցնում ես, այսինքն կնոջը, դե հա, ասում է, ես մտածում էի, որ կփոխեմ իրան։ Ուրեմն, ստեղ ամուսինը դու գիտեր, չէ, որ ինքը այդ հատկությունը ունի։ Ուրեմն դու այդքան վստահ էր, որ դու իրան կփոխեիր ու չկարողացար փոխես, հասկացար, տենց հարցերը շատ են։ Դրա համար այն մարդիկ, որոնք գիտակից չեն, եկեղեցու հետ կապ չունեն, բան, գալիս են, իրանց ոչ էլ հարցնում են, պսակում են։ Չնայած իմ ասելիքով չի, որ պետք է տենց լինի կամ չէ, բայց ցավալի է, խնդիր է, էլի։ Հին ժամանակ համայնքի մեջ զույգերը, երիտասարդները իրար սիրում էին, համայնքի առջև ոտքի էին կանգնում, ասում են մենք իրար սիրում ենք, հասկանում ես, հայտարարություն էին տալի եւ այդտեղ հոգեորական ամուսնացնում էր եւ այլն եւ այլն։ Իսկ այսօր
համայնքային կյանքը չկա, հոգևոր կյանքը չկա։ Դե, էսի ուրիշ թեմա է։ Հույսը, հավատը, սերը չկա։ Բայց գիտեք ցավալին որն է, որ երբ որ նայում ես հավատացյալների մոտ էլ է նույն խնդիրը, որ մարդիկ հաճախում են եկեղեցի, մարդիկ հավատացյալ են, բայց իրանց տներում էլ է այդ նույն խնդիրը։ Այսինքն իրանք գալիս են հասկանալով, գիտակցելով, պսակադրվում են, բայց մեկ էլ տեսնում ես այդ սոցիալական կյանքը իրանց սարքում է ինչ որ մի խնդիր, իրանց տան մեջ խնդիր է առաջանում։ Դե, սա նորից եմ ասում, մի փորձության շրջան է, որը այդ Ադամ Եվայի պատմությունը բոլորի մեջ ընտանիքներում կատարվում է, էլի, որ հաճախ կամ մի ընթացքում է լինում։ Չեմ, դժվար է, էլի, դրա համար ամուսնության, օրինակ Տաթևացու մոտ, չէ, ասում Տաթևացու, Մաշտոցի մեջ նշանդրուկը կա, նշանդրուկը պես որ նայում ես այն հին բաներով, ավելի բարդ ծանր բաներ է, քան պսակը։ Տաթևացին ասում է պսակը դա ծաղիկն էր, բայց այդ ծառը միջև աճելա, պտուղա տվե, բան արա, ծաղիկն ասում պտուղն է բանը, բայց միջև այդ նշանը, այդ ծաղիկն է, ասենց եկել է, նոր վերջում այդ պտուղն է դառնում, էլի, իսկ նշանդրուկը ավելի ծանր խորհուրդ էր։ Կարծեմ նույնիսկ նշանդրուկից էլ եթե հրաժարվում էին, դա արդեն չէին կարող հրաժարվեն, տենց խիստ էր էլի նշանդրուկը։ Դրա համար սա բաներ կա այսօր մարդ արարած կյանքը, սենց ասեմ, չէ, ասում ռեկլամին խապնվեցի, չէ, դժողքի այդ բաները։ Ռեկլամին խապ, մարդիկ խապնում են, որ ինչ կյանքը ինչ ձևի կլինի, ինչ ոնց կլինի, Նայ զույգեր կա տարիները ապրում են միասին, այսինքն ընկերություն են անում, սիրում են իրար, ամուսնանում են, մի քանի ամիս հետո արդեն բաժանվում են։ Որտեվ իրանք այնտեղ ամեն մեկը ազատ էր, իրանց զգում պատասխանատվության բան չկար, հակառակը փորձում էին իրար շահելու, որպիսի, այսինքն ավելի մոտիկ կապելու, բայց երբ որ ամուսնանում են, իրականությունն է գալի պատասխանատվության, ոչ մեկ չի ուզում պատասխանատվություն։ Երբ որ երեխա են ունենում, արդեն երեխա պետք է պահեն, Արդեն ապրես դաստիարակեն, սնեն, մեծացնեն։ պատասխանատվություն արդեն չեն ուզում վերցնել ու տեղել ամեն ինչ սկսում է։ Դրա համար զույգերը քրիստոնյա իրանք պետքա նաման քրիստոնյաները պետք է Աստծո խոսքով առաջնորդվեն։ Այդ սիրո, այդ փորձությունը, դժվարություններ կա, զգացմունքներ կա, ինքը այդ նույն զգացմունքը չես կարա ունենաս, փոխվում է, աճում է, զարգանում է, կամաց կամաց։ Հույս ունենանք մեր հայ երիտասարդները Ու այդ ճշմարիտ բանը, հա, որ ընտրություններ ասում էի կկատարեն, աշխարհի որպեսզի ռեկլամես, շեղվեցի, բաժանումներ ռեկլամին չլինի։ խապնվեց, որտեվ մարդիկ այդ գեղեցիկ շռալ կյանքը ինչ լավ է բանում, բայց իրականություն երբ որ մտնում են, այդ ռեկլամ չկա արդեն, այդ իրականություն կա պատասխանատվության եւ մի կարևոր բան էլ այսօր աշխարհը նենց է քարոզվում, որ կինը ազատ է, կինը իրավունք ունի, կինը էսա, այնա, 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 էսա, չէ։ Այո, մեր հասարակության մեջ ընդունված չի, որ կինը պետք է ստրուկի պես լինի, էլի, այսենց ասեմ։ Կարող է այս վերջի 70-100 տարիների մեջ է դա փոխվել, բայց իրականում հայ ընտանիքի կինը, ասում եմ, մառանի բանալիները կնոջ մոտներ, ինքն էր սաղ տնօրենում։ Ես սենց եմ ասում, ամուսինը փայտներ բերում տուն, իսկ կինը տանօջախը կրակը պահողներ, էլի։ Փայտը բերես կրակը պահող չլինի, տակ չի լինի եւ հակառակը փայտ չբերեն կրակ չի լինի։ Այսինքն ամեն մեկը իր բան ունի, չէ՞, կամ էլ ասում են տղամարդը արտաքին պատնա, կինը ներքին պատնա։ Այսինքն այս շատ կարևոր բաներ կա ժողովրդական իմաստություններ, որ մարդիկ գիտակցել են, չկա ընտանիք կոնֆլիկտ չլինի, որտեվ երկու ես բախում է, ու այդ բախումը իրանց այդ հպարտության հետևանքն է, ամեն մեկը այդ հպարտության դու ով ես, ինչ ես, բայց ընթացքում եթե կամաց այդ բախումներով հղկվում, մաքրվում է, համբերությամբ ով միջև վերջ համբերի, նա էլ կփրկվի։ Սա է, որ քրիստոնյաները պետքա համբերությամբ էլ լցվեն, իրար տանելու, ընդեղ ասում է, չէ, իրար տկարությունները կրեք, ասում է դուք եթե զորավոր եք, կրեք տկարների տկարություն, ինչպես Քրիստոս ձերը կրեց, էլի։
Եթե դու այդքան հոգևոր ես տան մեջ, կինդ կամ ամուսինդ հոգևոր չի, պետք է իր տկարությունները կրես։ Իսկ նրանք միանգամից ինչ անենք ամուսինս փոխվի, եկանք այն բանին, որ դու գիտեր ամուսինդ ինչա, նախորոք մտածեր, դե սիրում էի, մտածի ես կփոխեմ։ Դրա համար դա խնդիր է ու այդ Ադամ Եվայի վիճակը դրախտից մնացել է մարդկանց մեջ, այդ ամուսնությունը դա հնարություն է տալի ազատագրվել այդ դրանից ու մաքրվել եւ իրականում մեկ լինել Տիրոջ հետ։ Դա իսմա չէ, դուք Տիրոջմով մեկ լինեք։ Այսինքն մարդկին իրան կթողի մեկ կդառնա, բայց մեկը ինքը մի օրում չի դառնում, դա այս process-ը իրար ձուլելու դա տարիների ընթացք է։ Դառնա իրոք մեկ, դա մի տարիների բան է, հիմա այսօր լսում ես ամուսնությունը բաժանվում են 20-25 տարվա ամուսնացածներ, զավակ թոռներ ունեն, բաժանվում են։ Աբսուրդ է, այսինքն տեսնում ես աշխարհի այս բանը Բայց խնդիրը նրանումն է, որ այդ խնդիրը նոր չի ծագել իրանց ընտանիքում։ Ուղղակի իրանք լրակյաց տարել են ու միջև թոռը ծնվել է, հետո եկել է մի պահ, որ արդեն գտնում են, որ արդեն այլևս էլ հնարավոր չի, դրա համար են այտենց բաժանվում։ Որտեւ երբ որ հարց ես տալի, կինը ասում է, ասենք ամուսինս ամուսնացած օրվանից ինձ դավաճանում է կամ ամուսնացած օրվանից բանից պարզվեց ինքը, ասենք, բան էր, նարկոման էր, ասենք, այտենց այսքան տարի յոլա Ահա, տարա, սա էլ բայց էլ ցույց է չեն տալի, դիմանում։ գիտես ինչ է, ցույց է տալիս հետևյալը, որ հասարակությունը առողջ չի։ Հələ հավատք բան դնենք մի կողմ առողջ չի, այսինքն բարոյական կամ տարբեր դաստիարակությունը չկա, այսօր աղջիկը փնտրում են հարուստ մեկին, հասկանում ես, տղաներն էլ հետո աշխարհի մեջ պատերազմը շատ է, տղամարդիկ քչանում են, կանայք շատ են, խնդիր կա, կինը ուզում է իրան ծախի, ու վատ իմաստով չէ, այսինքն ներկայացի իրան Թեկուս, ընտրեն, հա, ես հասկանում իրան եմ ինչ եք ընտրեն, ասում։ դրա համար ինքը կարա տարբեր սխալ քայլերի էլ գնա, իսկ այն համեստը, որ ձեն չամ, կարա սաղ կյանքը տունը մնա, գիտես, խնդիրներ կա։ Ես հիշում եմ մեր երիտասարդական տարիներին, կարելի ասել մանկության տարիներին, երբ որ ես Հայաստանում էի, դուք էլ լավ կհիշեք, մենք կարելի ասել մի տարիքակից ենք համարյա, մեր ժամանակա ընթացքում, երբ որ ասենք մեր մոր մասին, մեր քրոջ մասին, կամ թեկուզ հենց իրանց, եթե մեկը կանգներ ասեր դուք շատ սեքսի եք, կտայինք սպանեին, դա վիրավորական էր, կասեին դու ինչի տեղ ես դրել, իմ մայրս կամ իմ քույրս կամ հենց այդ աղջիկը կգարտուն կասեր ինձի վիրավորում են, ինձի փչացածի տեղ են դրել, բայց ասենք հիմա փողոցում իրանք իրանց տենց են պահում, որ իրանց ասեն, որ իրանք իրանց դրանից լավը Օրինակ, զգան։ այսօր ծնողները աղջիկ երեխուն տանում են պարի, պորտապարի, չգիտեմ ինչ, ուրախանում են լավ պարում է, լավ երգում է, չէ՞։ Արդեն այդ փոքր երեխա կնոջ մեջ, այսինքն կին արարածի մեջ այդ բանը կա իրան ծախելու։ Վատ իմաստով չեմ ասում ծախելու, այսինքն ներկայացնելու, որ իրան ընտրեն, հասկանում ես։ Իսկ սա ավելի է տալիս բան, որ ինքը կարա այս ձևով ու այդ երեխան տենց է դաստիարակում, ինքը մեղ չունի, ինքը գիտի, որ իրան ծափ կտան, եթե ինքը պորտապար բարի ու գնում է մեծանում է, միտեղ պորտապար բարող է, պետք ինքը գնում է, հետո էլ կարող է մնացած բանը լինի, հետո նեղվի ինչ որ իրան սենց այն փոքր ժամանակվանից հագցնում են շորտիկներ աղջիկներին, բաց համարյա փոքր վաղ մեծանում է, այդ շորտը տենց էլ չի մեծանում, նույն ձևի է մնում, սենց ասել, հետո չէ, հետո հա ինքը մեծանում է, բայց իր համար նորմալ է, ինքը կարող է հետին մտքեր չունի, բայց այն Ծնողը պետք է տղամարդիկ դա կողքից տնի։ նայողը ռեպլիկներ, հետո կներեք բռնաբարություն, հետո ասում են ինչու սենց եղավ։ Ես չեմ մեղադրում հասարակություն էլ եմ ասում, տարբեր երկկողմանի այլասերված է կամ դեպի այլասերում է գնում, այսինքն մեղքը իշխող է։ Եվ մարդիկ չեն մտածում փոխվելու էլի, այստեղ գալիս ենք այն բաննա, որ այստեղ շատերը սիրում են ասել ապաշխարություն, ապաշխարություն։ Ես հետեւյալը գեմ քրիստոնյան, որը ճիշտ կյանք է ապրում, ինքը ճիշտ ձևով ապրում է, ինքը եթե նույնիսկ մեղքել է գործում, ինքը գիտի ինչ անի։
հա, բայց այդ մարդիկ, այդ հասարակությունը, որ փոքր վախտվանից տենց է, երեխեն կարճ հագնվի, թեթև հագնվի, բաց ամեն ինչը հագնվի, աղջկա, չէ, օրինակ եմ ասում, հա, այդ պատրվակն էլ բերում է, որ շոկ հա, չէ, բա մեր տատիկները, մեր մեծերը, որ փակ ամեն բան հագնում էին, շոկ չէր, շոկ գլուխն էլ Գլուխն է կապում կապում էին։ էին։ Այսինքն սա ես մարդկանց չեմ մեղադրում, դա հասարակությունն է, տենց է դառը։ Ու մարդիկ տենց են դաստիարակում, ծնողները տենց են դաստիարակում։ Դրա համար տղաները նայում են աղջիկներին, ինչ ցանկությամբ են նայում, բայց չեն մտածում, որ իրանք քույրիկ ունեն, մի ուրիշ մեկն էլ իր քրոջ վրա է ցանկանում, չէ, տենց նայում։ Ու եթե այս բանը սկսեին մտածել մարդիկ, ուրիշ ձև կլիներ, էլի։ Դրա համար այդ մարդկանց կանչես ապաշխարության, որոնք Աստված չգիտեն, եկեղեցու հետ կապ չունեն։ Ապաշխարությունը դա Աստծո հետ հարաբերությունները վերականգնելն է։ Եթե մարդ Աստծո հետ հարաբերություն չունեցե, այսինքն ոչ մի կապ չունեցե, ասենց կամ էլ ինքը Աստվածը ունեցե իր սրտում, իր Աստվածը, ու այդ մարդուն ասում ես դու պետք է ապաշխարես, դու մեղք չգործես, գիտես, ինչ կարճ հագները լավ բան չի։